Գագիկ Ծառուկյանը իր քաղաքացիական պարտքը կատարեց առինժի 29-29 ընտրատեղամասում։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը քվեարկության էր եկել տիկնոջ Ջավահիր Ծառուկյանի ու թոռնուհու հետ։ Ծառուկյան, ինչպիսի տրամադրությամբ ընտրությունը կատարեմ նոր։ Որ թորնիկիս հետ եմ եկել, ուրեմն ամենաբարձր տրամադրությունն է։ Առաջին անգամ է եկել ընտրության։ Առաջին անգամ աղջիկ է եկել, թողեց մարդ թորնիկիս սույթ ամ իր մանդապարտել։ Թութակ արի։ 2208 ընտրող ունեցող ընտրատեղամասում առավոտից ակտիվ է։ Մարդկանց հոսքը չի դադարում։ Գագիկ Ծառուկյանը քվեարկում է հանուն լավ փոփոխությունների։ Գագիկ Ծառուկյանը կարևոր է համարում մարդկանց ակտիվ մասնակցությունը ընտրությանը։ Նայելով մասնակցությունը, որ առավոտյան ժամը 8-ից ժողովուրդը մասնակցում է ընտրության, այսպիսի բան չի եղել։ Ժողովուրդը ուզում է փոփոխություն, արդեն հոգնել է։ Իսկ մենք էլ քվեարկել ենք լավ փոփոխությունների համար, որ ժողովուրդը լավ ապրի, փող աշխատի, տրամադրությունը բարձր լինի։ Ինչպես է գնահատում ԲՀԿ նախագահը ընդդիմության շանսերն ընտրապայքարում։ Հավաքական ընդդիմությունը արդյոք շանս ունի այս ընտրություններում իշխանությանը հաղթող։ Միանշանակ։ Ինչպես եք պատկերացնում, ինչքան ձայներով։ Ես չեմ կարող ասել ինչքան ձայն, բայց որ անպայման հաղթելու ենք, հաղթած ենք արդեն։ Մնացածը կնայենք, ովքեր որ ամենաշատ ձայն հավաքեց, նայել իր վարչապետ տեղացու Ղարաչյան։ Ծառուկյանը եթե այդ գործի մեջ խառնվել է նորից, ոչ թե ինչ որ դրա կարիքը ես ունեցել եմ, ոչ պաշտոնի կարիք ունեմ, ոչ ճանաչման, ոչ էլ գումարի։ Սիրտս ցավում է, տեսնելով որ այդ ազգը այդ ծանր վիճակում իմ ուզած որ այսօր երկում լավ լինի, ժողովրդի դեմքին ժպիտ լինի, խաղաղություն լինի, զարգացում լինի, լավ փոփոխություններ լինի, որ մարդիկ լավ ապրեն։ Վաղ առավոտից ընդդիմադիրներն ահազանգում են, իրավապահները խոչընդոտում են ընտրական գործընթացին, ճնշումները չեն շրջանցել նաև ԲՀԿ-ականներին։ Ճնշումներ եղան անգամ քարոզարշավի օրերին, ինչ եք կարծում թեթև կանցնեն ընտրությունները։ Ուրեմն դա մտավախությունը, որ այսօր տարբեր հարցով մարդիկ կան ստանելով, անհանգստացնելով, այսօր մի 50 հոգի մեր մարդկանցից տարել են։ Անտեղի տեղի, բայց դրան էլ հարցի լուծում չի։ Ժողովուրդը հոգնել է, ժողովուրդը ուզում է փոփոխություն, սուտ ասելը դա ապագա չի։ Ճնշումները արդյունքի վրա չի ազդի ընտրության։ Ինչքան էլ որ ազդի, ինչքան էլ անեն, մեկը պարտված է, անհնարավ։ Ինչի վերջին շրջանում հատկապես քարոզարշավի, հատկապես դուք հայտնվեցիք իշխանությունների քննադատության թիրախում։ Եթե նայել եք բանավեճում Փաշինյանի հարցը նաև ձեզ էր ուղղված։ Եթե ես այնտեղ էի, տեղին ամեն ինչը կպատասխանեի։ Դու տեսակ, որ իմ մեծ հանրահավաքն է, որ ես պետք է իմ ժողովրդի հետ լինեի։ Ընդ մարդիկ էլ ասեն, եթե Ծառուկյանը ընդեղ չի, հարցը ինչի համար եք տալիս, ինչ ես ուզում դրանով ասես։ Ինչ են մարդիկ ներթանան, որ ցավոտ տեղերի խփում ես։ Ես կետարկետ ասել եմ, ինչ խնդիր կա։ Այդ ինչու եք վստահ որ Փաշինյանը պարտվելու են, ասում է 65% շեմ են հաղթահարել։ Եթե ասելով է, թող ասի 95, ինչ մասը։ Բայց դուք չես գում տարբերությունը 18 թվականին մինչև հիմա, չեք զգում։ Ինչ եք կարծում, եթե ՔՊ-ն պարտվի, կհամակերպվի, թե երի կշարունակվեն։ Մենք առաջի քրիստոնյա ազգն ենք, Աստված մեզնից երես չի թեքելու եւ իմ ժողովրդի առաջ լույսա բացվելու, լավ փոփոխություն լինելու։ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հարցինի պատասխանը անդրադառնում է նաև հայ-ռուսական հարաբերություններին։ Նիկոլ Փաշինյանն ասում է հայ-ռուսական հարաբերություններին, այդ թվում տնտեսական խնդիրներ ստեղծում են ընդդիմադիր ուժերը։ Ընդդիմադիրները առավոտ երեկո ասում են, որ հարկավոր է այսօր մտածել, որտեղ Ռուսաստանը խոսում է, ասում է, հայրը մեր բարեկամներն են, մեր եղբայրներն են։ Եթե դուք շեղում եք մեզնից, ուրեմն մենք թույլ չենք տա, որ բարեկամական օգտվեք։ Եթե ձեզ ավելի լավ բան առաջարկում է Եվրոպան, խնդիր չկա, գնացեք, բայց մենք արդեն նայելով, որ դու մեր հետ խաղում եք, եթե տենց է, ուրեմն մենք ձեր հետ վերաբերվելու ենք, ոնց որ եվրոպական պետություն է, եթե գնում եք Եվրոպա, այդքան մի բան։ Եթե գազը այսօր 170-ն է, սարքել է 600 եվրո։ Տնտեսությունն էլ է կանգնելու, ժողովուրդն էլ չի օգտագործելու։ Եթե ամսական 160 միլիոն դոլար Հայաստան փողեր գալի տրանսֆեր, դա չի գալու։ Եթե տարեկան 3 միլիարդ ապրանքի արտահանումից ուղարկում են, հիմա դա էլ չի գալու։ Դե կարանք ապրենք, թող ապրենք, կարա դրա տակից դուրս գա թող։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը ընտրատեղամասից հեռանում է բարձր տրամադրությամբ։
Որ ես քծավը տանը 100 տարի ոտի վրա ապրես, բալեք ապրես։ Ցավը տան։ Stay tuned. Ուժեղ բլոգեր։ Stay tuned. Իզաբելլա Հովանիսյան, Սիմիկ Մայիլյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։